Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություն։ Ուզեմ վարչապետը մի քանի ամիս առաջ հայտարարեց երկաթուղու կառավարման նոր մոդելի մասին։ Կա ինչ-որ նորություն այս առումով, թե չէ որևէ պետություն հանձնարարել է կամ առաջարկել է, որ կառավարի երկաթուղին եւ Ռուսաստանը արդեն վերջնականացրել է իր դիրքորոշումը, պատրաստ է կառավարումից հրաժարվել, թե ոչ։ Դե նախ վարչապետը ասաց, որ այդ փաստի բերումով հայաստանյան երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից եւ առանձին երկրներ, ովքեր չեն ուզում գործ ունենալ որևէ կերպ Ռուսաստանի կամ նրա կողմից որևէ կերպ կառավարվող ակտիվների նախագծերի հետ, ուզում են շրջանցել Հայաստանը։ Դա սա փաստ է եւ որևէ մեկը առանձնապես չի թաքցնում նույն այդ երկրները, ովքեր ուզում են շրջանցեն։ Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի մեկ, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները մոդեռնիզացվեն երկու, մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները առնվազն քիչ առաջ Գյումրի կարծիքից ենք խոսում, ֆիզիկապես այդ պակասող 2 կիլոմետր կամ ինչքան է կապվի մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ կարծով, մյուս կողմից նաև Երաս Նախիջևան, դե ամենահարավն էլ քննարկեցինք Թրիպը։ Հիմա այդ կառավարող ընկերությունը եւ երկիրը, որին պատկանում է այդ ընկերությունը, պետքա դիրքավորվի այս հարցի շուրջ։ Եթե կառուցում են, մոդեռնիզացում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, այլ իրողություն է, այն ժամանակ պիտի մտածենք այլ լուծումների մասին։ Ինձ տենց հստակ վերջնական դիրքորոշում հայտնի չի։ Պարոն Միրզոյան, տեսեք, շատ է խոսվում այս շրջանում հիբրիդային հնարավոր պատերազմի մասին, սլակներ ուղղվում են դեպի Ռուսաստան, Հայաստանի իշխանություններն էլ ըստ էության արևմուտքից են աջակցություն խնդրում առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դուք ձեր ռուս գործընկերների հետ, օրինակ, այդ հարցը բարձրացել եք, ինչ եք հիբրիդային պատերազմ իրականացնում Հայաստանում, սա առաջին հարցը գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ինչ նորություններ են հայտնի, ինչ է լինելու, արդյոք նրանց Հայաստան վերադառնալը որքանով է հավանական այս ընթացքում, եւ երրորդ հարցն էլ ներողություն, որտեղ ես շնորհի հարցամ, եւ երրորդ հարցը տեսեք ազգային անվտանգության Եկեք ընդհատենք երրորդ հարցը չլսենք մյուս գործը։ Ազգային անվտանգության ծառայության հարցերը ազգային անվտանգության ծառայության։ Որ օրինակ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, ձեր մասով ժամանակի մի փաստաթուղթ էր հրապարակվել։ Ես շնորհակալ եմ այս հարցը։ Դրան էլ անդրադարձել։ Լավ։ Երկրորդ հարցը ամենահեշտն էր, մի րոպե, երկրորդ հարցը որն էր։ Գերիների։ Հա, ուրեմն պահվող անձանց գերիների վերաբերյալ դիրքորոշումը մեր նույնն է, ես նույնը համարյա գրեթե բառացիպտի կրկնեմ, ես գերադասում եմ այստեղ ավելի շատ բարձրաձայն եւ հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, դա ողջ հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջին ուրեմն 4 գերիների ազատ արձակումը եւ վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց հնարավորինս շուտապույտ ազատ արձակումը եւս մի քայլով կամրապնդի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաեւ Ադրբեջանի եւ առաջ երթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա, կրկին, էս այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չէ, աշխատում ենք շատ լավ, իհարկե դա մեր չի կարող վերանալ մեր օրակարգից։ Արդյունք լինում է, բոլորդ միանգամից իմանում եք եւ ոչ ինձնից, էլի։ Այդ մարդկանց ազատ արձակումից առաջի հարցը հիբրիդային է։ Ուրեմն հիբրիդային, եկեք մի հատ հասկանանք ինչ է նշանակում հիբրիդային հարձակում։ Դա նշանակում է դա նայեք, դա բառացիորեն, եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, խառնածին, հա, այսինքն Հայաստանի Հանրապետության դեմ խառնածին գործողություններ, խառնածին հարձակումներ, դա կարա լինի ապատեղեկատվություն եւ մեծապես հենց այդքանով էլ շատ սահմանափակում է, դա կարա լինեն կիբեր հարձակումներ, չգիտեմ, զանազան եւ այլ, այսինքն գրականություն կա, բան, հիմա պատշարժի ժամանակը վատնել սահմանման վրա։ Արվում է Հայաստանի Հանրապետության դեմ այսպիսի հարձակումներ։ Միանշանակ ով կարա կարծեք այլ կարծիք հայտնի։ Մի մասը իդեպ սիրելի գործընկերներ, ես չեմ ճանաչում, որ լրատվամիջոցներ ներկայացնում, մի մասը ձեր միջոցով արվում։ Այդ ձեր միջոցով արվածի մի մասը գիտակցված է արվում ձեր կողմից, մի մասը տենց պատաբար ստացվում է, դե լուր է գալիս է, տարածելու անհրաժեշտություն եք տեսնում։ Այո, առաջին հերթին եւ մեծ մասը հենց սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, երկրի անուն եք տալիս
կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են, եւ դուք մի պատկերացրեք, տենց կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։ Կարաք տեսնեք Ռուսաստանի Դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնումն է։ Կարաք տեսնեք տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այդ գործողությունների մեջ, կարաք տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ, վստահաբար կարաք տեսնեք մի թեթև Google անելու պահից։ Հետևաբար, սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է եւ միևնույն ժամանակ ինչ որ մի մասում աշխարհի այս մասով կա կուտակված փորձ ինչու չհարցնել ես չեմ հասկանում այսինքն հենց Եվրամիություն կան ինչ որ շրջանակներ Եվրամիություն բառը լսում են խրտնում են եւ մտածում են բանա այս եկել են մեզ կուլ տան եկել են այ սա մեզ կտրեն այսինչ մի չգիտեմ դարավոր բարեկամական այն մի կապից ստանեն մեզ մտցնեն չգիտեմ ինչ այդ հենց Եվրամիություն լսում են չոքերները թուլանում է մի անգամից որ ասենք այդ բանը խումբը գար Մադագասկարից ես վստահ եմ այդ ռեակցիան չէր առաջացնի հիմա ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ եւ կամ բացահայտում անեմ ձեր Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ընտրական գործընթացների հետ կապված տարատեսակ ասպեկտներով տարատեսակ ուրեմն առանձին ենթավորներով Հայաստանի Հանրապետությունը այդ թվում Եվրամիությունից օգնություն խնդրել է ոչ մի նոր բան այստեղ չկա Այո Եթե Ռուսաստանի Դաշնությունը ունի սեփական փորձը հիբրիդային դեմ հարձակումների դեմ պայքարելու եւ պատրաստ է կիսվի, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք դա ինչ փորձ է։ Ներողություն, երրորդ հարցը ԱԱԾ գործակալ եւ իմ սիրելի գործընկերներ, մեկ անգամ էլ եմ ուզում բոլորիդ հնչեցնել։ Իհարկե կարող է քաղաքական պատեհությունից ելնելով ժամանակ առ ժամանակ գրպանից անել ինչ որ գործիքներ, թեև պատասխանները վաղուց տրվել են եւ փորձել մանիպուլացնել ու շրջանառել, բայց եթե հարցը չլա չեմ խուսանանում ընդհանրապես ես որևէ հարցից կարող եմ պատասխանել։ Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության եւ սա շատ առանցքային է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար, այսինքն փորձագիտական աջակցության, ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի եւ ակտիվ ուրեմն դիմադիր գործողություններին մասնակցող, այնուամենայնիվ համարել եմ, որ սա իշխանությունների մասին չի, սա Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն, հարցն էլ որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է եւ համաձայնություն եմ հայտնել իրանց այդ հարցով որպես փորձական, այո, մասնագիտական օգտակար լինելու։ Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունը ավարտվել է, սա ես ոչ թաքցրել եմ, ոչ էլ պետքա սենց բան անել։ Եվ կներեք, զուգահեռ չէ, ես չգիտեմ դա ինչա նշանակում նույնիսկ։ Կարծում եմ, որ երբ որ հավաքագրված, չգիտեմ, իրանց համար տարբեր հանձնարարություններ անող բանն է, դա է գործակալը։ Բայց զուգահեռ տանել մի մարդու մեջ, ով այս իրավիճակում իր երկրի ազգային անվտանգությանը փորձել է օգտակար լինի մի դրվագով, մի հարցով եւ մարդու մեջ, որ եղել է մի կայսրության գործակալ, այս դեպքում մի քիչ բան է, էլի։ Լավ, եկեք հաջորդ հարցը սկսենք, համեցեք։ Կլսեմ ձեզ մի քիչ